Եղիազարյան եղբայրներն այս զորամասում ծառայում են 1 տարուց քիչ ավելի, հասցրել են տիրապետել զինվորական ծառայության նրբություններին, զորամասն էլ դարձել է հարազատ վայրերից մեկը։ Այս օրերին նրանց միացել է նաև կրտսեր եղբայրը, նորակոչիկ է, եւ այժմ Եղիազարյան 3 եղբայրները ուսուսի տված հայրենիքի հանդեպ իրենց պարտքն են կատարում։ Մեր ծնողները այդպես են մեր 3 եղբայրներին դաստիարակել, որ մենք 3 եղբայրներս առաջնորդվում ենք մի գաղափարությամբ, հայրենասիրությամբ։ Մտածի այն մասին, որ երբ պետք է զորացվի եւ շուտ գնա տուն, այլ մտածի նա մասին, որ իր ծառայությունը նորմալ դասավոր իր համար եւ կարողանա այնպես արել, որ իր ընտանիքը հպարտանա։ Ամեն զինվորից է կախված բանակի մարտունակությունը եւ հզորությունը։ Զորամասի առավելություններն է թվարկում նաև հրամանատարի առաջին տեղակալը, ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք ծառայության համար։ Զինվորներն էլ պայմաններից ելնելով իրենց ծառայությունը կատարում են ավելի լավ եւ շահագրգռվածությունը մեծ է, փորը կուշտ, հանգիստ, գլխին անձրև չի կաթում, չի մրսում, զորանոցային պայմանները լավ են, տաք են, իսկ պարապմունքների ժամանակ էլ կոփվում են, թե սրտին են սովորում, թե տաքին են դիմանում։ Կենցաղային արկա պայմաններն էլ ավելի բարելավելու համար զորամասի տարածքում նաև շինարարական եռուզեռ է նկատվում, կառուցվում է նոր զորանոց։ Այս ամենի հետ նաև զինվորի բարոյահոգեբանական ճիշտ կերպարն է կարևոր։ Այս հարցում բնականաբար միայն ձեռքբերումներ կան։ Հայ զինվորի մարտական ոգու անվիճելի բարձրության մեջ հրամանատարական կազմը կրկին համոզվում է ոչ թե զորամասի տարածքում, այլ առաջին գծում։ Սահմանի հսկողության պայմաններում, բարդ մարտականին ավելի մոտ պայմաններում մի քանի գլուխ իրենց կարողությունները այնտեղ ավելի վառ եւ փայլուն երևում է։ Այն զինվորներն ունենք շատ, որ չէինք էլ պատկերացնում, որ կարող այդպիսի նվիրվածություն ցուցաբերեն։ Ցանկացած առաջադրանք պատասխանատվության բարձր զգացմունքով են ընդունում եւ կատարում։ Մեր ծառայական բնույթը մեր միասնությունն է։ Հայկական բանակի ծննդյան օրը Պաշտպանության բանակի զորամասում անցնում է խաղաղ, կարգացուցակը տոնական է, տիրող տրամադրությունը եւս։ Սամվել Բալայան, Սամվել Սայյան, օր։